Աշխատել եմ 2024 թվականի մայիսից մինչև 2026 թվականի փետրվարի 19 դաժը, մի օր ավել եմ աշխատել առանց իմանալով, որ իրանք անհիմն ինձի աշխատանքից հանել են։ Պատճառն եղել է 2025 թվականին, երբ որ ես գնացել եմ հրապարակ ու հրապարակում բարձրաձայնել են, որ իրանք իմ տանիքը չեն վերանորոգում, որովհետև ես ինքս անապահով ընտանիքից եմ, երրորդ կարգի հաշմանդամ լինելով հանդերձ, իրանք այդ պատճառն եղավ, որ իրանք իմ հետևից ընկան, չհաշված կոմունալ բաժնի պետին, երբ որ այս տարի փետրվարի 23-ին գնացի, որ պարզաբանեմ, թե ինչն է պատճառը, որ այս պարագայում իմ աշխատավարձը կտրել են, բացակայ են դրել, ով է Լյուդվիգին իրավունք տվել, որ այդ կարգի հասնի։ Սերգո Սարգսյանը կոմունալ բաժնի պետն է, բնականաբար ինքը ինձ ծեծեց, բացի ծեծելուց նաև հայհոյեց տղամարդու անպատիվ խոսքերով։ Այդ երկար։ Այդ ամսի 23-ին է եղել, նույն օրը, թե ոնց է պատահել չեմ անում, երկրորդ դրվարկի մեջ ցույց է տալի, թե ինքը ինչ կարգի է հայոյում ինձի։ Սերգո Սարգսյանի տղան է շատ սիրուն ձևով իր ընկերոջ հետ եկել ու ներկայացավ, որ իր տղան է, դաժե փորձեցին իմ հեռախոսը ձեռքիցս վերցնեն, որ չկարողացան։ Մեջքից հարված քացով հայոյանք ու դրանից հետո գնացին խելոք։ Ակնոցներս ջարդեցին, նոր եմ վերցրել ակնոցներս, ճիշտն ասած։ Ու 3000 դրամ դրա համար ես դժվեցի։ Երբ որ իջա ներքև, որ ոստիկանություն դիմեմ, որ օգնեն ինձ օրենքի մարդիկ, բնականաբար այս պարագայում այնց ստացվեց, որ նորից իջան իր ընկերների ու կոմունալ մնացած բաժնի աշխատողներին ու նորից սկսեցին քաշքշելն ու ծեծելը։ Նախկին թաղապետից սկսած, այսինքն Արմեն Սարգսյանից սկսած, Ռազմիկ Մկրտչյանից վերջացած ու այս թաղապետից սկսած տանիքի մասին բարձրաձայնել են, ոչ մեկն էլ չեն օգնել զուտ նրա պատճառով, որովհետև այս պարագայում արտահայտվել են ասենց, որ դուք ապահոված ընտանիք եք, կարող եք ինքներդ էլ գնաք ձեր տանիքը վերանորոգեք, քանի որ մամատ է աշխատում, բայց որտեղ աշխատում են Աստվածս գիտի, ես էլ չգիտեմ, իմ մաման որտեղ է աշխատում, ասեց քո մաման աշխատում է, դու ես աշխատում, կարող եք թույլ տաք գնաք այդ ամեն ինչը ինքներդ սարքեք։ Ես ստանում եմ որպես երրորդ կարգի հաշմանդամի թոշակ եմ ստանում, որը որ 36000 դրամ է, նաև մայրս 63000 դրամ թոշակ ստանում ծերունական, որը որ ասենց ասեմ ոտքերի ցավի պատճառով ինքը տեղաշարժվում է միայն տանը։ Իսկ միայն ձեզ հետ են լարված հարաբերություններ ունեցել։ Մամաս է տեսել միամիտ այդ կողմով անցնելուց, անցած տարի ամառն է եղել, պատասխանատուն Լյուդվիգի մասին է խոսքը, գազը վերցրել է, որպեսզի խփի աշխատողներից մեկին, քանի որ վարակույր է եղել, այդ պարագայում նորմալ չի տեսել, թե ում վրա է գազը ուզեցել խփի, մենակ մի պուճուր տեղ է բաց եղել, այն է տեսել, որ գազը պատասխանատուն վերցրել է Լյուդվիգը, որ պիտի խփի այդ աշխատողի գլխին, թե հիմա ում գլխին է ուզեցել խփի, այն Աստվածս գիտի։ Աշխատավարձի հետ կապված ինչ խնդիրներ։ Խնդիրները, ասենց ասեմ, աշխատավարձի համար դիմել եմ մարդու իրավունքների պաշտպան, պատասխանը հələ չի եկել, ճիշտն ասած, միևնույն ժամանակ դիմել եմ քննչականը, տեսնենք ինչ կանեն։ Աշխատավարձի հետ ո՞նց են սկսվել խոսակցությունները աշխատավարձի հետ կապված։ Դիմել եմ, պատճառը իրանք արտահայտվում են, որ իբր թե բացակայել է, նկարներն ունեմ, որ ես ապացույց ունենամ, որ ես տարածքում եղել եմ, մաքրել եմ, ասից կանգնեցի, ասի դուք սուտ եք ասում, ես որտեղ որ պետքա կբողոքեմ, կարող ես արխային գնաս Ավինյանին էլ դիմես, վարչապետին էլ դիմես, կոպիտ ասած 1000 անգամ ներողություն, թքած ունենք, մենք մեր խոսքի տերն ենք, իրանք մեր թիկունքին կանգնած են։ Եվ ինչքան գումարի մասին է խոսքը։ Նայեք, հունվար ամիս, քանի որ ես 145000 աշխատավարձ եմ ստացել, 145000-ից ես ընդամենը ստացել եմ 68000 դրամ, 77000 դրամը կրճատվել չկա, հələ պարզաբանել եմ, որ դու չես եկի աշխատանքին, ոչ պատշաճ ձևով ես աշխատել։ Իսկ փետրվար ամիսը Լյուդվիգը պատասխանատուն, որը որ հրաժարական է տվել արդեն մի ամիս է,
ընդհանուր առմամբ ասում եմ, որ իբր թե ես փետրվար ամիսը էլի նորից չեմ հաճախել աշխատանքի, բայց հաճախել եմ, նկարներն ունեմ, այնպես չի որ նկարները չունեմ։ Այս պահին դուք գործազուրկ։ Այս պահին գործազուրկ եմ, թաղապետի ասելով արտահայտվել էր ձեր գոլեգաներից մեկին, որ ոչ թե իբր թե հենց այդպես թող ինքը հույս չունենա, որ ինքը հետ է գալու աշխատելու ստեղ նորից։ Ու ամենից հաստատվել իր խոսքերից, որ ինքը ամեն ինչ անելու է, որ ոչ մի կառույց ինձ չվերցնի աշխատանքի։ Իսկ տեսանյութը տարածելուց հետո չեն կապվել ձեզ հետ, սպառնացել։ Ոչ, սպառնալիքը եղել է Սերգո Սարգսյանի տղայի կողմից։ Սպառնացել են հեռախոսը տուրս տեղ, ասի ինչի համար, որ ջարդենք։ Այսինքն տեսանյութերն ու նկարները վերացնելու նպատակով։ Իսկ մաքրուհիներից քանիսն են բողոքի ակցիային մասնակցել։ Իմ իմանալով մոտավորապես իմ տեղեկություններից Շնգավիթի վարչակաշրջանի մաքրողներից, տոլիս, մոտկա անողներից, մոտկա ասելով զիբիլա հավաքողներից մեկը էլի նույն այ ակցիան արել, որ փողը տան։ Էլի նորից ոնց որ փողի խնդիր է եղել։ Բայց ով ա եղել, ճիշտ ասած չեմ կարող ասել։ Նախկինում ունեցել եք աշխատավարձի հետ կապված խնդիրներ, պահումներ։ Դե չէ, չի եղել։ Սուտ կլինի ասեմ, եղել է պահումներ։ Նաև քննչական կոմիտե եք կանչվել։ Ինչը պարզ է այս։ Պարզը նա, որ այս վարագայում դեռևս հետազոտում են, փորձում են ամեն ինչ անեն, որ օրենքի սահմաններում իրանք պատժվեն։ Հույս ունեմ։ Քննիչը նոր թղթերը ստացել։ Սենյակի ներսում մի քանի հոգի նստած։ Հա, որից երկուսը պաշտպանել։ Ճիշտն ասած ինձ չէին պաշտպանում, պրոստը փորձում էին Սերգոյին հետ պահեն, այնալ ինքը ավելի ուժեղ էր, քան թե մնացածը, ճիշտն ասած փորձում էին Սերգոյին հետ քաշեին, որ ինձ ավելի շատ չծեծեր։ Իսկ մարմնական ինչ վնասված։ Մարմնական վնասվածքը ստեղը սա կապտուկ եղել, ստեղը սա վերք եղել, մեկ էլ թևիս այս հատվածը, որը որ անցել է ցավոք սրտի ժամանակի ընթացքում։ Ավելացնելու ինչ ունեք։ Ավելացնելու միակը նա է, որ տվյալ պարագայում, եթե հնարավոր է, իմ աշխատավարձը ըստ օրենքի վերադարձվի, մեկ էլ իմ աշխատանքը ու ըստ օրենքի թող Սերգոն էլ Լյուդվիգն էլ պատասխան տան։ Մենակ պայքարելու եմ, որ իմ աշխատավարձը տրվի, մեկ էլ այն ժամանակահատվածը, որ կորցրել եմ անիմաստուն են նստելով դրա գումարը եւ նաև թղթեր եք հա։ Հա, նաև թղթեր են բերել, որոնք որ ապացուցում են, որ երբ է ելք ունեցել, ինչքան է ելք ունեցել, երբ է ելք ունեցել, երբ է մոտ ունեցել։ Այսինքն սա ձեր աշխատավարձի չափն է թե։ Հա, հունվար ամսվա, մեկ էլ փետրվար ամսվանն է, որ տվյալ պարագայում ցույց է տալի, որ իրականում ես ինչքան աշխատավարձը մտել, ինչքան աշխատավարձը դուրս եկել։ Իմ հաշվարկներով 77,000 հունվար ամսվանն է, փետրվարը չեմ կարող ասել, որովհետև ասենք ես այդ գործում չկամ, էլի ես չեմ աշխատել, որ ասենք կարողանամ հաշվարկեմ ու այս պարագայում հասկանամ թե ինչքան է։ Թոշակը ընդհանրապես ես տալիս եմ, ասենք բանին, ապառիկներին, որը որ վերցրել եմ, էլի։ Ես ինքս հավաքել եմ բազմաթիվ գարեջրի շշեր, որպեսզի տանեմ հետագայում հանձնեմ։ Հիմա հույս միակ եկամուտս դեռևս էդ է, մինչև կվերջանայ դրանք։ Ցավոք սրտի ինձ աշխատանքից հեռացրեցին։ Մենակ մնում է սենց ասած թոշակի հույսին, որը որ մամայի թոշակն է, որ ապրում ենք։